պարոն նախագահ։ Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական զարգացման համար, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։ Երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել, ըստ որի կողմերը պայմանավորվում են հաստատել ռազմավարական գործընկերություն։ Համագործակցության զարգացման հիմնական միջոցառումների ծրագիր է փոխանակվել առողջապահության նախարարությունների միջև։ Փոխանակվել է նաև գյուղատնտեսական արտադրանքի առևտրի բնագավառում համագործակցության հուշագիր։ Ղազախները Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես ազգային առաջնորդ, որը նոր կյանք է տվել Հայաստանին։ Իր խոսքում նշել է Տոկաևը, պարգևատրելով Հայաստանի Հանրապետության վարչապետին ոսկե արծիվ բարձրագույն պետական շքանշանով։ Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևին եւ այն անձամբ ստանալ ձեզնից, արձագանքել է Փաշինյանը։ Վաղ առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Սիս գյուղի տարածքում Opel Magnish-ի մեքենան բախվել է 25 տոննա դիզվառելիք տեղափոխող գնացքին։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել է դաշտում, վարորդը տեղում մահացել է։ 3 դիմակավորված ոստիկանների կողմից առևանգված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կկալանավորվի։ Դատարանը միջնորդությունը բավարարել է, հայտնել է քննչական կոմիտեն։ Имеющимся у нас данным Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի եւ Հեցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական խողովակներ են ստեղծել նման հարցեր քննարկելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ շուրջ 20 տարի Հեցը առաջատար է եղել Հայաստանի էներգետիկ շուկայում։ Զախարովան հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության կողմից նշանակված կառավարիչները կառաջարկեն ավելի արդյունավետ կառավարման մոդելներ ու շեշտել, որ մեջբերում դատել կարելի է միայն կոնկրետ գործերով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու։ Այցի շրջանակներում Հայաստանի 5 փորձագետներից կազմված խումբը կմասնակցի կլոր սեղան քննարկմանը։ Իդեպ 3 գործադիրի որոշմամբ Երևան-Բաքու եւ Բաքու-Երևան ուղիղ չարտերային թռիչքի համար պետական բյուջեից հատկացվել է 18 միլիոն դրամ։ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները, հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը։ Դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Apple ընկերության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունգարդի հետ։ ԱՄՆ-ն Ուկրաինային է ներկայացրել պատերազմը դադարեցնելու խաղաղության նոր ծրագիր։ Ուկրաինական մամուլը հրապարակել է փաստաթղթի ամբողջական 28 կետից բաղկացած տեքստը։ Այն նախատեսում է տարածքային լուրջ զիջումներ, անվտանգության ամերիկյան երաշխիք եւ տնտեսական վերականգնման խոշոր փաթեթ։ Սպիտակ տան հայտարարության համաձայն ծրագիրը լավ է եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Վաշինգտոնը կարծում է, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Թրամփն աջակցում է Ուկրաինայում խաղաղության նոր ծրագրին, հակամարտությունը կլուծվի չնայած կասկածներին, ասել է Սպիտակ տունը։ Ըստ դրա ԱՄՆ-ն եւ եվրոպական հիմնական դաշնակիցները ցանկացած ապակա լայնածավալ ռուսական հարձակում Ուկրաինայի դեմ կհամարեն ամբողջ Ատլանտյան համայնքի վրա։ Սա թույլ կտա Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային արձագանքել, այդ թվում ռազմական ուժի կիրառմամբ անհապաղ խորհրդակցություններից հետո։ Վաշինգտոնը ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղության համաձայնագիրը կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը, շնորհակալության օրվա նախօրեին։ Դրանից հետո գործարքը կներկայացվի Ռուսաստանին եւ գործընթացը կարող է ավարտվել մինչև դեկտեմբերի սկիզբ։ Шановні українці, українки, Ուկրաինական կողմը հաստատել է, որ ստացել է ծրագրի նախագիծը եւ պատրաստ է համագործակցել դրա շուրջ։ Զելենսկին իր Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ Ուկրաինային անհապաղ խաղաղություն է պետք։ Իր խոսքում նա գնահատել է ԱՄՆ-ի աջակցությունը եւ նշել, որ առաջիկայում հանդիպում է նախատեսում Թրամփի հետ քննարկելու նախագիծը։ Մոսկվան սակայն պաշտոնապես դեռևս չի տեղեկացվել Կիևի Թրամփի ծրագրի շուրջ բանակցելու համաձայնության մասին, նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Եվրամիությունում ծրագիրը միանշանակ չի ընդունվել։ Մի շարք պաշտոնյաներ հիասթափված են ԱՄՆ-ի մոտեցումից եւ այն ընկալում են որպես Կիևին վատ գործակ պարտադրելու փորձ։ Ըստ միության պաշտոնյաների Զելենսկին արդեն գտնվում է մեծ ճնշման տակ։ Ռուսաստանի ռազմական հաջողությունների եւ ներսում տեղի ունեցող կոռուպցիոն սկանդալից բխող քաղաքական ցնցումների
պատճառով։ Այս ֆոնին Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինայի համար խաղաղության ցանկացած ծրագրի, եթե այն երկարատև եւ արդար խաղաղություն կբերի։ Թեհրանում սպասվող երաշտի ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ պետության մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելն անխուսափելի է։ Այսօրվա իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք։ Մայրաքաղաքի տեղափոխումն անհրաժեշտություն է, ասել է նա։ Դրա պատճառը ըստ պետության ղեկավարի ջրամատակարարման զգալի խնդիրներն են, որոնք քաղաքային բնակչության աճի հետ կարող են հումանիտար աղետ ստեղծել։ Բրազիլիայում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի ընթացքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 13 մասնակից ծխագազից թունավորվել է։ Հրդեհը մարվել է րոպեների ընթացքում, սակայն պատճառը դեռևս բացահայտված չէ։ Բրազիլիայում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի ընթացքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 13 մասնակից ծխագազից թունավորվել է։ Հրդեհը մարվել է րոպեների ընթացքում, սակայն պատճառը դեռևս բացահայտված չէ։ Դուբայում ընթացող միջազգային ավիաշոուի ընթացքում հնդկական ռազմական օդանավ է կործանվել։ Վթարը տեղի է ունեցել ցուցադրական թռիչքի ընթացքում։ Կործանված օդանավը հնդկական Hindustan Aeronautics ընկերության արտադրած Tejas կործանիչն է։